Տիկին Ջուլհակյան պատիվ ունեմ հայտարարեց վարչապետի իրենց թեկնածուի մասին, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է, մինչ դա Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը impeachment սկսելու վերաբերյալ պատգամավորներին նամակներ էին հանձնել, դրանից հետո նաև Հայաստան խմբակցությունը խոսեց impeachment-ի մասին, բայց այս երկուսն էլ առանձին նախաձեռնություններն են ու երկու այսպես թիմերն էլ հա միմյանց հետ խոսում են վիրավորանքներով, օրինակ Ագնեսա Խամոյանը հայտարարեց, թե անլրջացրել են impeachment-ի գործընթացը։ Այս հակասությունը ընդդիմադիրների միջև ինչի մասին է խոսում ըստ ձեզ։ Ես պետք է ասեմ, որ ընդամենը այսպես ասած ընդդիմադիր արևի տակ հայտնվելու կամ գերակշիռ դեր ունենալու պայքար է սա ընդամենը եւ այս երկու ուժերը փորձում են պարզապես ցույց տալ իրենց էլեկտորատին, որ իրենք են հիմնական ընդդիմությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան նախապատրաստական աշխատանք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որտեղ որ երկու ուժերն էլ փորձում են դիրքավորել որպես միակ կամ հիմնական առնվազն ընդդիմություն եւ այստեղ ավելի շատ ես տեսնում եմ իհարկե Սերժ Սարգսյանի դերակատարությունը, որը հենց դա է փորձում անել, ցույց տալ, որ ինքն է իրական պայքար մղողը Նիկոլ Փաշինյանի դեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ եւ իրեն է, որ պետք է վստահվեն, այսպես ասած, հակաիշխանական ձայները, այսինքն ոչ այլ ինչ, քան պայքար թիվ 1 ընդդիմադիրը լինելու համար ակնհայտ է, որ այս ուժերը շատ լավ գիտեն, որ իրենք իշխանություն վերաստանալու, չնայած երբևէ չեն ստացել, բայց իշխանություն վերազավթելու, այսպես ասած, շանս իրենք չունեն եւ ընդամենը փորձում են դա անել, դառնալ թիվ 1 ընդդիմադիրը եւ դրա մասին է նաեւ հուշում այն տեխնացուն, որին որ ընտրել է Սերժ Սարգսյանը, որովհետեւ իր համար նույնպես ակնհայտ է, որ իր ընտրած տեխնացուն որևէ շանս չունի, իր համար ակնհայտ է, որ այս process-ը ի սկզբանե արդեն ձախողված process է եւ զոհաբերել է մեկին, ում չի ափսոսում զոհաբերել պարզապես։ Սա է ընդամենը եւ ուրիշ ոչինչ, բայց միաժամանակ նաեւ պետք է արձանագրենք, որ այս պայքարը թեև իմ կարծիքով իրական պայքար է, բայց միևնույն է, իրենք իրենց մոտեցումների սկզբունքների հարցում մեծ տարաձայնություններ չունեն եւ որքան էլ որ այս կամ այն հարցի շուրջ իրենք պայքար են, վիճեն, փոխհրաձգություններ անեն, միևնույն է, իրենց թիրախը մեկն է եւ եթե շանս ընձեռնվի հարվածելու, բնականաբար նույն ուղղությամբ են հարվածելու եւ այդ հարվածը իշխանություններն եւ այս առումով ես ընդհանրապես մեր հանրության առաջարկում եմ մոլորության չենթարկվել, հասկանալ, որ իրենք իհարկե կգզվռտվեն, բայց դա իրենց չի խանգարի ընդհանուր նպատակի շուրջ անհրաժեշտ պահի միավորվել։ Տեսեք, եթե պատիվ ունեմի տեխնացուի մասին գիտենք, խոսում ենք դրա մասին, Հայաստան խմբակցությունը դեռ չի հայտարարել իրենցից ով է լինելու վարչապետի տեխնացու։ Մենք կարող ենք ենթադրել, որ 2026 թվականին օրինակ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի կամ եթե կմասնակցի իր որդու դեմքով, այսպես ասած։ Այստեղ ենթադրություններ անելու կարիք կարծում եմ չկա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ասուլիսների ժամանակ բավականին ակնհայտ ներկայացրել այդ քաղաքական հայտը ինքը ստանձնելու, այսպես ասած, ընդդիմության առաջնորդումը, չգիտեմ մինչև 26 թվական ինչ կփոխվի նրա մոտ, կփոխվի արդյոք թե ոչ եւ նա գուցե հասկանալով, որ իր դեմքով այդուհանդերձ որևէ շանս չկա Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անելու, գուցե փորձի իր, այսպես ասած, տյունինգ եղած տարբերակին իր որդուն առաջ բերել, բայց ես կարծում եմ, որ նրա քաղաքական ամբիցիաները դրա մասին չեն եւ ինքը չնայած որ ժամանակին ուներ ամենաերիտասարդ թոշակառու համբավը
շարունակում է պայքարել եւ չի համակերպվում այդ թոշակառուի կարգավիճակի հետ եւ ես կարծում եմ, որ ինքը կշարունակի 26 թվականին նույնպես այդ հայտը ներկայացնել, այսինքն այստեղ շատ բան ենթադրելու անհրաժեշտություն չկա։ Լևոն Քոչարյանը նաև այցեր է ունենում մարզեր, իր այդ այցերից Facebook-յան էջում տեսանյութեր հրապարակում, 100,000 շով է սկսել։ Բնականաբար իրենք փորձելու են հանրության շրջանում արմատավորված վատ վերաբերմունք իրենց նկատմամբ մեղմել եւ դա փորձելու են անել բնականաբար ոչ թե Ռոբերտ Քոչարյանի դեմքով, բայց նորից եմ ասում իրենց ոչինչ չի փրկի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում այնպիսի խայտառակ գործելավճով է աչքի ընկած, այնպիսի խայտառակ միջադեպերով պատմական դարձած բացասական իմաստով իրադարձություններով է հայտնի, որ իրենց որևէ բան չի փրկի, նույնիսկ եթե փոխվեն սերունդներ, նույնիսկ եթե նրանք վերաբրենդավորվեն, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի դեմքը դուրս գա, նրա փոխարեն գա Լևոն Քոչարյանի ավելի ինչպես արդեն ասեցի, տյունինգ արված դեմքը, իրենց միևնույն է դա չի օգնելու, որովհետև ժողովրդի հետ հարաբերվելը ժողովրդի ցավին, խնդիրներին առնչվելը իրենց մասին չէ, իրենց միայն իրենց գրպանը լցնելն է, իրենց շահերը սպասարկելն է, իրենցը դա է եւ օգտվելով արդյոք ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ առ այսօր չեն պատասխանել, թե որտեղից իրենց այն շատ մեծ քանակի գույքը, որը թվարկում ենք եւ րոպեները չեն հերիքում ազգային ժողովի ելույթի րոպեները չեն հերիքում այդ ամենը թվարկելու համար եւ առ այսօր նաեւ չեն պատասխանել Լևոն Քոչարյանին, որտեղից այն 1 միլիարդ 74 միլիոն դրամը, որ ինքը իր համալսարանը ավարտելուց անմիջապես հետո գնել է Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության վերահսկող փաթեթը։ Առ այսօր մենք այդ հարցի պատասխանին ենք սպասում եւ դեռ այդ հարցի պատասխանը չենք լսել։ Իրենցը դա է, իրենք նախ եւ առաջ այդ պատասխանը պետք է տան մեր հանրությանը, իրենք նախ եւ առաջ պետք է պատասխանեն ոնց ստացվեց, որ 2003 եւ 2004 թվականի խաղաղ ցուցարարները բռնության ենթարկվեցին այնպիսի խայտառակ դրվագներով, որոնք որ մարդու եվրոպական դատարանում հետագայում պարզապես Հայաստանի դեմ ամոթալի վճիռների վերածվեցին, իրենք դեռ պետք է պատասխանեն, թե ոնց եղավ, որ տրվեց 0038 հրամանը, որով որ մարտի 1-ին զինված ուժերը եկան օգնության, հա, իրենց ասելով սահմանադրական կարգի իբր վերականգնվանը, բայց իրականում խաղաղ ցուցարարներին սպանելու, իրենք դեռ այդ հարցերին պետք է պատասխանեն, նոր փորձեն գնալ մարզեր եւ այնտեղ մարդկանց ականջներին փորձել բանանել, լոլոներ կարդալ, իրենք այդ հարցերին դեռ թող պատասխանեն, հետո մնացածը կհասկանանք, այսինքն իրենք կոպիտ ասած իրենց մեղքերի համար դեռ չեն ապաշխարել, իսկ մինչև դա տեղի չունենա, իրենք որևէ շանս չունեն որևէ կերպ մեր ժողովրդի վստահության արժանանալու։ Տեսեք, մենք խոսում ենք, որ չեն պատասխանել որտեղից իրենց միլիոնավոր գույքերը, ապօրինի գույքի բռնագանձման հետ էլ կապված, որով պետք է բռնագանձվի, դրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել թե Հայաստանի վարչապետի դեմ, թե ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, վարչապետի դեմ ներկայացված հայցով Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որպեսզի վարչապետը հերքի կառավարության նիստերից մեկում արձանագրվածը, թե Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Դուք ինչ արձանագրում եք անում դրանից։ Արձանագրումը իհարկե այն է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մինչև վերջ պայքարել եւ նրա պայքարը միտված է նրան, որ ցույց տա, որ իհարկե ինքը վատն է, իհարկե
այն ինչ իր մասին ասում են ճիշտ է, բայց նաև նույն բանը կարելի է վերագրել Նիկոլ Փաշինյանի իր բոլոր ջանքերը եւ նաև իր վերջին իր պատգամավորների բոլոր վերջին հայտարարությունները այն մասին են, որ դե այո, մենք չենք իհարկե վիճում, որ մենք կոռուպցիոներ ենք, բայց Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակիցները ավելի մեծ կոռուպցիոներներ են, այսինքն բոլոր ջանքերը ընդհանրապես դրան է ուղղված, որ ցույց տա, որ ինքը միայնակ չէ իր այդ խայտարակ համբավի մեջ, իր մոտ չի ստացվելու, որովհետեւ մարդիկ համ իրեն են շատ լավ ճանաչում, համ Հայաստանի Հանրապետության վարչապետին են շատ լավ ճանաչում եւ գիտեն, թե ով է իրական կոռուպցիոները, գիտեն, թե ով է իրական բռնապետը, գիտեն, թե ով է իրական հանցավոր ռեժիմի պարագլուխը։ Բոլորը ամեն ինչ շատ լավ գիտեն եւ այստեղ մարդկանց աչքին թոս փչելու անհրաժեշտություն բոլորովին չկա։ Ասեք Տիկին Ջուլագյան, ներկայացված դատական հարցերով նաեւ ոչ միայն պահանջում է հերքում, այլ օրինակ վարչապետից պահանջում է 6 միլիոն դրամի փոխհատուցում, Ալեն Սիմոնյանից կրկին 6 միլիոն եւ 3 միլիոն դրամի փոխհատուցումներ։ Միլիոնավոր, հա, այդ գույք ունեցող անձը դեռ գումարի կարիք ունի։ Իրականում սա նոր բան չէ, ինքը միշտ է դա արել, երբ դեռևս Նիկոլ Փաշինյանը լրագրող էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը չէր զբաղեցնում եւ ինքն էլ բավականին Ռոբերտ Քոչարյանն էլ բավականին հարուստ, այսպես ասած, մարդ էր, միևնույն է ինքը չէր վարանում իր հետ կապված ցանկացած հոդվածի եւ հայտարարության համար դատի տալ, իհարկե այն ժամանակ դատական համակարգ ամբողջությամբ ենթարկվում էր նախորդ ռեժիմին եւ այդ դատական ակտերը չէին ուշանում եւ մաքսիմալ այո ամենամեծ չափով ամենաբարձր չափով բավարարվում էին։ Հիմա իհարկե իր իրավունքն է իհարկե դատի է տվել, շատ լավ կտեսնենք թե դատական գործը ինչ ընթացք կունենա եւ վստահաբար դատարանն էլ կարձանագրի այն ինչ որ իրականում կա։ Եվ իրադարձություններին զարգացումներ եք սպասում այս ամբողջ գործընթացներից, հա, կաթողիկոսի վերաբերյալ տեղի ունեցողը, նաև դատական հայցերը, իմփիչմենթի մասին խոսակցությունները, այս ամենի վերջը ինչպես եք պատկերացնում։ Այս ամենը ես նորից եմ ասում նախարգանքն է խորհրդարանական ընտրությունների եւ հանգուցալուծում ինչ պետք է լինի, կլինեն խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր վստահությունը կտա քաղաքական ուժերից որևէ մեկին, վստահաբար դա կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանով եւ ժամանակավորապես կրքերը կհանդարտվեն, բայց ժամանակավորապես, որովհետև փորձը ցույց է տվել, որ այս ընդդիմությունը զբաղված է ոչ այլ ինչով, քան միայն ջուր պղտորելով եւ երբևէ չի համակերպվում այն բանի հետ, որ ինքը ընդդիմություն է եւ պետք է ընդդիմության ֆունկցիան կատարի, այսինքն ամեն ինչ նույն սցենարով կգնա, միայն կարող եմ հույս հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան ընդդիմափոխություն իրականացնել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դժգոհ լինելով մեր այս պահին ունեցած խորհրդարանական ընդդիմության գործելավոճից, աշխատանքից իրենց ձայնը այս անգամ կտա այլ քաղաքական ուժի, որը որ գոնե պետության անվտանգության համար այդքան կարևոր ընդդիմության ֆունկցիան պատշաճ ձևով կկատարի։ Այն ինչ անում է մեր ներկայիս ընդդիմությունը, որևէ կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից եւ խոսքս հենց
ընդդիմադիր քաղաքական ուժի պատշաճ գործելավոճի մասին է, շատ վատ է պետության համար, երբ չի լինում նորմալ ընդդիմադիր ուժ, որը իր աշխատանքով, իր ճիշտ եւ տեղին քննադատությամբ կարողանա լավարկել իշխանության կառավարող մեծամասնության աշխատանքները։ Մենք այդ խնդիրը ունենք եւ ես մեծ հույս ունեմ, որ խորհրդանական ընտրությունները հնարավորություն կտան մեր հանրությանը վերջապես ունենալ այդ ընդդիմադիր քաղաքական ուժը, որը իրապես Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող ֆունկցիաներ կկատարի։